զբաղվում եմ մի գիտությամբ, հազարավոր մարդիկ ուզում են ստանան դա ինչ որ ես ունեմ, ստացել եմ, այդ չի ստացվում։ Իմ մոտ ստացվեց 5 տարի առաջ։ Ինչպես ստացվեց, ինչի մասն է խոսքը։ Շատ չնչին փոքր շարժիչով ստանալ մեծ քանակությամբ խոսանք։ Դուք ասում եք, որ դուք գյուտարար եք, ինչ եք ստեղծել, եթե չեմ սխալվում, ձեր կյանքի վերջի 2 տասնամյակն եք դրան նվիրել, այսօր որ ամբողջ կյանքս եմ նվիրել, ուղղակի մի մեքենա եմ պատրաստել, որը ինքնուրույն գնում է, այսինքն էլեկտրական մեքենա է, էլեկտրական շարժիչներով, եւ այդ մեքենան արդեն մոտ 43,000 մայլ քշել է, մոտ 70,000 կիլոմետր, ոչ բենզինի կարիք ունի, ոչ արևային էներգիայով, արևային էներգիայով էլ չի օգտվում։ Չէ, ինքն է ստեղծում էներգիան, իմ գեներատորի շնորհիվ, որը որ է ստեղծել եմ, դրա շնորհիվ էներգիա է ստեղծում եւ ինքը շարժվում է։ Ոչ բենզինի կարիք ունի, ոչ լիցքավորման կարիք ունի, ասենք դրսից ինքը իրան ամենից դու կարող ես քշել մինչև 200-300 միլիոն կիլոմետր։ Այն դու պետք է մինչև փտի մեքենան, հա։ Դու կարող ես քշել։ Դե մարդիկ գալիս տեսնում են, հասկանում են թե այդ ինչ է, զարմանում են, հրաշքներ են։ Մարդիկ չեն կարող հասկանալ դա ոնց է կատարվում։ Որտեղ շատ դժվար, վերինաշճանի դժվար աշխատանքներ է։ Բայց ես կարողացա իմ քրդաճան աշխատանքով 24 տարի ես որոշել եմ, որ անպայման պետք է Հայաստանին օգտակար լինեմ, քանի որ ես հայ եմ։ Որոշել որ անպայման պետք է ստանամ, ու տասիք ենք, բայց 99% իմ ծանոթությունը ասում է, որ հնարավոր բան չի։ Տունը վեճեր էի ունենում։ Տնեցնել չէին հավատում։ Ոչ ոքի չէր հավատում, ոչ թե չէին հավատում, ընդհանրապես ֆիզիկայի օրենքների խախտում չկա։ Ես չեմ ասում, որ ես ֆիզիկայի օրենքներ եմ խախտել։ Այսինքն մի փոքր Չեք էլ կարող։ Չեք էլ կարող ֆիզիկայի օրենքները խախտել, շրջանցել։ Շրջանցել շատ հեշտ է։ Ֆիզիկայի օրենքները, եթե շատ խելացի մտածես, կարելի է խախտել։ Իմ այն ինչ որ ես ունեմ, իմ ձեռքի տակ, այն ինչ որ ուզում եմ ժողովրդի համար ներդնեմ, թող ֆիզիկները գան տեսնեն, բոլոր տեսակ չափ ու ձև անեն։ Ես չեմ հրաժարվում ցուցադրելուց։ Թող գան ստեն պրիբորները միացնեն, ինչքան ենք ծախսում հոսանք, ինչքան հոսանք ենք ստանում։ Թող գան տեսնեն։ Դուք ձեր գյուտը գրանցել եք կամ այդ ուղղությամբ մտածում եք։ Իմ գյուտը ամենից նորմալ է, ես ուղղակի եմ Հայաստանում ներդնեմ այդ գյուտը։ Ես պետությունից ասեմ, միանակ ուզում եմ շինություն, տեղ, որտեղ ես արդեն ունեմ, որ ինչ այդ բունկեր է պետք, որ այդ իմ գիտությունը ներդնեմ այդ բունկերի մեջ։ Ուրիշ փող չեմ ուզում, ֆինանսավորում չեմ ուզում, ոչ բան չեմ ուզում։ Դուք արդեն հանդիպել եք, օրինակ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպում փնտրել եք կամ ներկայացրել եք ձեր ստեղծած։ Ես 5 տարի եմ փնտրում եմ։ Ժողովրդին հոսանք տամ, շատ էժան գնով։ Եթե ժողովուրդը վճարում է այսօր 40 դրամ 1 կիլովատին, ես դա կտամ ժողովրդին 10 դրամով։ Հիմա ձեր բարեկամ հարևան շրջապատին, հարևանությամբ ապրողներին արդեն այդ գյուտի արդյունքը տեսել են։ Գյուտի արդյունքը շատ մարդ է տեսել, անգամ կառավարությունից մարդ են ուղարկել Ամերիկա, որ տեսնի։ Իմ ասածները եկան տեսան, հիացան, զարմացան, փաթաթվեն, ճակատը սպաչեցին։ Տակ ձեր հարևաններին, ազգականներին, քերոտում, մորաքրոջ տղային, տանտաներում կիրառել, այսպես սերիական։ Բայց ես չեմ կարող այդ եթե ես մեկին գեներատորը տամ, ասենք մանևերսրա օգտվի, մյուս օրը այդ գեներատորը քանդված է, իրանք են սկսելու արտադրել։ Այսինքն կուզենան, որ իրանք արտադրել։ Դե դեպքում պիտի գյուտը գրանցեք, որ ինչ որ ձևով գրանցված լինի, հայերը մի անգամից քանդեն։ Այրն ու չինացիք նույն բան ունեն, հենց մի բան տեսան քանդում են։
Բալուծումը որտեղ եք տեսնում, ինչ եք անելու։ Բա ինչ եք անելու։ Ես պետք է դնեմ արտադրությունը, հոսանք արտադրեմ ժողովրդին ծախեմ։ Ինքնարժեքով ինչքան կստացվի։ Ինքնարժեքով կլինի մոտավորապես 2 սենտ։ Նայես թե ինչքան ես արտադրում։ Ինչքան շատ արտադրես, բնականաբար ավելի մատչելի։ Հա, ինչքան շատ արտադրես, այնքան ավելի մատչելի կլինի։ Ժողովրդին դառնա։ Ես չեմ ասում դա մենակ իմն է, ես ժողովրդի համար եմ ստեղծել։ Ավելի մրցունակ գնով մատակարարեք մարդկանց։ Հա, բանց։ Ես վաշերս ցույց տվեցի, որ 12 լամպ է վառվում, մի փոքր մոտորի շնորհիվ։ Ջղայնացրեցին իրենց կոմետների մեջ, հիմա դարձել եմ դա 24 լամպ։ Որ ցույց տամ, տեսեք, ինչ տարբերություն։ Ցույց եմ տալիս, որ այդ 24 լամպն էլ եմ վերացնում, ցույց եմ տալիս ինքը, որ ինքնուրույն աշխատում է, բայց միևնույն է, պետք է գրեն։ Ինչն է ձեզ մոտիվացնում, որ ավելին անեք։ Ձեր շարժիչ ուժը առաջիկա տարիների համար, ձեր պլանների համար, ինչն է ձեզ մոտիվացնում։ Չեմ կարող, ես միայն պետք է չարժարվեմ, իմ գյուտը ներդնեմ, պարտադիր ներդնեմ, որից հետո նորություն կա, ուղեղիս մեջ կա, բայց ես չեմ ուզում բաղվում, մեղք եմ։ Ես մեկը նպատակին հասնեմ, որ նորից հետո երկրորդ շնչառություն կվեցնեք երկրորդ գյուտի համար։ Երկրորդ շնչառություն կվեցնեք երկրորդ գյուտի համար։ Հա, բայց չէ, կարող եմ սկսել, բայց ես ուզում եմ այս բանը վերջացնեմ, սրա աշխատանքը, ժողովրդին ուրախացնեմ, ժողովրդին ուրախ տեսնեմ։ Ես դա եմ ուզում, որ կողքի պետությունները մեզ ճանաչեն որպես հարուստ պետություն։ Այս դա եմ ուզում։ Թող կատարվի։ Առաջիկա պլանները որոնք են եւ քանի տարվա համար են։ Ասացիք, որ հələ դեռ առաջի շնչառության մեջ եք։ Առաջի պլանները նույնն այն, ինչ որ այսօր կա, առաջիկայում թե ինչ պետք է անեմ, պարտադիր եթե հանգարց նորից այս անգամ թույլ չտվեցին, ես արդեն սկսում եմ Ամերիկայում արտադրել, որտեղ իրանք պահանջում են։ Իրանք ես թույլ են տալիս։ Ամերիկայի պես պետությունը եթե համաձայնվում է, մենք հոսանք արտադրենք։ Ու դա արդեն ոչ թե ժողովրդի համար է, իմ համար է, անձնական։ Իմ ընտանիքի համար եմ արտադրելու։ Բայց ես հրաժարվում եմ նման քայլից, գալիս եմ Հայաստան, որ ժողովրդի համար արտադրեմ։ Բայց միևնույն է թույլ չեն տալիս։ Այո, ես որ ինչի հասա, դա իմ քրդաջան աշխատանքներ եւ իմ ուղեղի վստահությունը, որ ես պետք է հասնեմ։ Հավատը նաև ձեր ուժերի նկատմամբ։ Երևի հավատքը շատ ունեի։